Շարունակում ենք լուրերի թողարկումը եւ ինչպես խոստացել էինք, արդեն մեկ շաբաթյա բացակայությունից հետո վերադարձել է Արմեն Չիբուշյանը։ Բարի վերադարձ Արմեն, ուրախ ենք ձեզ նորից տեսնել մեր տաղավարում։ Ուսամ հետևում էիր նորություններին, որքան որ իհարկե։ Այո, հնարավոր չէ։ Գիտես ինչ, որպես մարդ էլ ես, չէ, արդեն հետևում, բացի մասնագիտությունից, որտեղ հետաքրքիր է թե ինչա կատարվում։ Արդեն սովորություն էր, մի քանի օր իհարկե չէի կարողանում, հետո արդեն 3-4 օր անց արդեն սկսեցի ավտոմատ վերադառնալ, սկսել հետո։ Գոնե այդ իմաստով հանգստացել ես մի քանի օր, գլուխդ հանգստացել է, հուսանքը։ Ուրիշ բանով ալցվել, բայց ոչ։ Նարկոզի ժամանակ դժվար է հանգստանալ, այդպես, բայց դե յուրովի հանգիստ է։ Յուրովի այսպես ասենք։ Դե սկսենք ամենաթեժ թեմայից։ Այո։ Բայց մինչև այդ թեմային անցնելը Արմեն, քո բացակայության ընթացքում են գրեթե Ուկրաինայից չենք խոսել։ Այո։ Եվ մեզ շատ հետաքրքիր է, որտեղ ստվերի տակ մնաց այս ամեն ինչի ընթացքում, այս Իրանի պատմության ընթացքում, բայց կուզենանք նաև ժամանակ հատկացնել, խոսել, տեսնենք, հասկանանք ինչա կատարվում Ուկրաինայում, ինչպես է ընդհանուր վիճակը։ Բայց սկսենք Իրան Միացյալ Նահանգներից։ Վերջի քանի օրը եթե հետևում ես, երևի տեսար, որ մի օր սա էր ասում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մի օր ասում են ընդհանրապես էլ չեմ, բացառությամբ ժամանակ չունենք, հիմա ասեց անսահմանափակ մինչև հարաբերությունները եւ այլն, ինչ է կատարվում Արմեն, ինչ է, ուր հասանք այս պատմության մեջ էլ։ Շատ կարևոր հարց եք տալիս, այստեղ կա նյուանս, ուրեմն տեսեք, Թրամփը հայտարարեց, որ ինքը կոչնչացնի Իրանը, ոնց որ արդեն այսպես սպառնալիքի լեզվով, հետո ասես պատվիրակություններ ուղարկում ենք բանակցելու, այնպեսի տպավորություն է, որ արդեն դուրս են եկե պետք է հասնեն, ենթադրում եմ անգամ չի բացառվում, որ ուղղակի շրջվել է հետ ինքնաթիռը, եւ իրոք մի օրվա մեջ արդեն այնպեսի տպավորություն էր, որ հա, ընդ որում ասեց, որ չի երկարացվելու էլ բանը, մտածեցինք, որ չի երկարացվելու, չորեքշաբթի Վաշինգտոնի ժամանակով, այսինքն այսօր արդեն այս հիմա պետք է այո, պետք է սկսվեր։ Եվ մեկ էլ ուրեմն Թրամփը որոշում է կայացնում, որ պետք է անորոշ ժամանակով հետաձգվի, բայց բլոկադան պահում են։ Ասեմ, Թրամփի դիվանագիտությունն է, խաղերն է, երբեք չես կարող հասկանալ իրականում նա հրաժարվել է թե չի հրաժարվել, բայց մի քանի ասպեկտ կա, որ պետք է ուսումնասիրենք։ Հիմա այնտեղ երկու նավ գրավեցին ամերիկացիները, իրանական, վերցրեցին իրենց, այսպես։ Ընդ որում մի նավի մեջ ասում են հետաքրքիր բաներ ա եղել, որը որ Չինաստանից եկել է, երկակի նշանակման ապրանքներ։ Հրթիռային վառելանյութ եւ այո, տարբեր բաներ, այո, հետաքրքրական է։ Եվ ինչա տեղի ունենում։ Եկեք նայենք հիմա բանի ասպեկտը, ռմբակոծության ասպեկտը, որքանով է հնարավոր։ Ուրեմն պատահաբար պարզվել է վայրը Ջորջ Բուշ ավիակրի, որը երրորդն է, մինչև այդ ուրեմն Ֆորդը անսարքություն ուներ, տեղափոխվել էր Կիպրոս վերանորոգման, հիմա վերադարձել է իր տեղում է եւ կա Լինքոլնը։ Ուրեմն ինչ որ մի պահի Միացյալ Նահանգները միայն Լինքոլնի հույսին էր։ Հիմա Ֆորդը Լինքոլնը կանգնած են։ Հիմա մոտենում է Ջորջ Բուշը երրորդը։ Ուրեմն խոսք կա, որ բոլոր գրոհայինները, դեսանտայինները, ծովային հետևակայինները, որոնք պետք է լինեին, արդեն տեղում են։ Արդեն բոլորը պատրաստ սպասում են։ Եվ Բուշի մոտենալով, հա, եւ ինչն է պարզվել, ընդհանրապես չէին կարողանում պարզել Բուշի տեղը։ Եվ պարզվեց, որ Բուշը ընդամենը, այսինքն մեկ օրվա ճանապարհ ունի անցնելու մոտավորապես, այսինքն ենթադրում եմ վաղը կլինի տեղում։ Ամենաուշը վաղը չէ մյուս օրը կլինի տեղում, մինչև ուրբաթ օրը հաստատ արդեն պատրաստ կլինի։ 3 ավիակիր ինքնաթիռներով եւ չեմ բացառվում, որ սա մի սցենարն է, որ հենց Բուշը հասնի տեղ, ինչ որ մի բան կսկսվի նորից։ Սա մի սցենարն է, որտեղ այդուամենայնիվ զուգահեռաբար այսինքն առաջի տարբերակով ժամանակ է շահում Թրամփը մինչև Բուշը հասնի տեղ, այո, ավիակիրը պատրաստ լինի, որպեսզի հարված արդեն 3 ավիակրով գործողությունների մասնակցեն, դե այնտեղ արդեն իրանք այդ բլոկադան որ անում են, հեռակա են անում։ Այսինքն այդ Հորմուզի նեղուցը, որ ամերիկացիք փակել են, դա ոչ են գնացել հենց ֆիզիկապես կանգնել Հորմուզի բերանին։ Դա հեռակա, այսինքն նավերը բավականին հեռու են գտնվում, որպեսզի իրենց անօթաչուներից իրանական ապահովագրված լինեն եւ այսպես շարունակ։ Եվ արագաշարժ են բավականին նավերը եւ այսպես այդպես տարբեր ձևերով ուղղաթիռներով տարբեր նշանակությամբ հա նավերը այսպես արագ կարող են մոտենան հեռվանալ եւ այսպես շարունակ, այսինքն այնպես չի որ իրենք ստատիկ կանգնած են մի տեղում, sense փակել են եւ այսպես շարունակ, ավիակրերից են հետևում ինքնաթիռներով այսպես շարունակ, այդ բլոկադան իրականացվում է տարբեր ձևերով։
Եվ հետաքրքրականը, որ այստեղ մի սցենար է, որը բոլորը նկատում են, ասում են Բուշը մոտենում է, համարյա հասել է, իսկ Բուշը արդեն մոտ մի ամիս է գալիս է, այսպես ասենք, պատկերացրեք։ Սա մի սցենարն է, երկրորդ սցենարը ոնց որ թե երկրորդ մասում արդեն խոսենք, հետո արդեն։ Հիմա մեզ մոտ գովաստ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուչյան։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGV-յու թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering Մենք վերադարձանք եւ շարունակում ենք զրույցը վերլուծական Արմեն Չիբուչյանի հետ Արմեն խոսում ենք Իրան, բայց չմոռանանք ժամանակ տանք նաև Ուկրաինայի։ Այո, մենք խոսեցինք առաջի տարբերակ, այսինքն ոչ թե եկեք չհամարակալենք առաջի երկրորդ մի տարբերակը դա է, որ փաստորեն Միացյալ Նահանգները այդուամենայնիվ Տրամպը կարող է եւ ժամանակ է շահում, իդեպ տեսակ չէ, որ իրանցի նոր գրառում է արել մի քանի ժամ առաջ, որ իրանցիները համաձայնել են ըստ Տրամփի կանանց չգնդակա կախախաչանել 7 հոգու 7 հոգու 8 հոգու 8 հոգու համոցան 8 անգամ 8 որից 4-ը ազատ են արձակվել որից 4-ը ազատ են արձակվել հա 8 հոգի էր մյուս 4-ը ուրեմն մեկ ամսվա եւ հետաքրքրական է եթե տեսեք զարմանալի չի ինչու որտեվ իրանցիների պաշարները սպառվում է եւ Տրամպը իրականում ճիշտ է ասում որ իրենք օրական ահռելի մեծ գումարներ են իհարկե մոտ ինքը ասում է որ $500 միլիոն օրական եւ ասեմ ձեզ բան չի խելքից դուրս թիվ չի նորմալ թիվ այսինքն այնպես է որ եթե 5 էլ չի բայց կորցնում են մեծ գումարներ այդ փաստը այո չէ դե տեսնենք ասենք Իրանի պես երկիրը նավթ արտահանող դա նորմալ այսինքն շատ այսպես խելքին մոտ թիվ է անգամ կարող է ավելի քիչ է չես կարող իմանալ եւ այդ բարակ եւ բացի դրանից որ իրենք ունեն շատ լուրջ պարենային ռեսուրսների խնդիր լուրջ սկսած չգիտեմ դեղանասնակերից վերջացրած կոպիտ օրինակ եմ բերում ասենք 1000 բաներից պարարտանյութերից չգիտեմ 1000 բաներ ասենք այն անհրաժեշտ որ իրենք այսպես սպառվում են շատ բաներ դժվար է այսպես բերել հասցնել կոպիտ ասած հա եւ այս պարագայում իրենք ունեն ուրեմն խնդիր դիմանալու մենք հիշում ենք որ Փեզեշկյանը ասում էր այնտեղ ներքին պայքար է գնում եւ հենց այդ մասին ասում Տրամպը որ մի հատ այնտեղ պարակտում է գնում այսինքն իրականում ինչ է եղել իրանցիները պատվիրակություն չեն ուղարկել այսինքն Տրամպը այդ մասին լռում է բայց իրանցիները պատվիրակություն Իսլամաբադ չեն ուղարկել ուղակի եւ ստացվում է հետեւյալը որ հիմա ամերիկացիները պետք է եւ տեսել եք չէ իրանցիների թրոլինգները որ ամերիկացիները նստած են Տրամպի գլխավորությամբ բանակցում են Իրանի հետ մենակ Իրանի դրոշնամարտ չկա նստած է թրոլինգ են անում էլի բայց իրականում Տրամպը շատ լավ հասկանում է ինչա կատարվում Իրանի վիճակը բավականին վատ է եւ այդ բլոկադան շատ լուրջ ազդում է Իրանի վրա ինչքան կդիմանան այդ բլոկադայով պարզ չի համենայն դեպս Տրամպը գիտի որ այդ ոչնչացնելու զենք ունի էներգահամակարգը ինչու ինչպես ինքս նաև խոստացել է կամուրջները եւ այլն այո կախված է բայց նկատեք մի բան եթե իրոք իրանցիները համաձայնվել են այս կանանց տենց Տրամպին լավություն անել նշանակում է որ իրանք հասկանում են որ ցանկացած պահի Տրամպը կարող է Բուշը հասնի տեղ ասի տվեք խփեք ցխեք գնացեք ես վստահ եմ որ դա հասկանալու համար մեծ ինտելեկտ պետք չի դա բոլորն են հասկանում նրանց որում եւ իրենք հա բայց իմ կարծիքով իսկապես իրենց մոտ ներքին պարակտումներ ու խլատումներ կան եւ մեկ ձայնով խոսել չեն կարող ոչ մի իմաստով միանշանակ արդյունքում միանշանակ մի մասը ասում է վարի ենք գնում այս աշխատավարձ ոչ մեկին չենք կարողանալու տանք մի մասը ասում է դավաճանում եք հեղափոխության սկզբունքները չգիտեմ եւ այլն մի սուտոցի է փողի խնդիրը կրոնական 1000 բան է խառնված այնտեղ իրար մոչտաբան ուրա չկա ոչ մեկ չգիտի հələ միջի հիմա ինչ որ տեքստերով է խոսում ինչ որ եւ այլն այնտեղ իրենց մոտ կողմնորոշման հարց է բայց նորից եմ կրկնում երկու հիմնական սցենար մենք նկարագրեցինք որը մեկը որ Տրամպը հասկանում է որ նրանք դիմանալու խնդիր ունեն բլոկադան ազդում են տեսնում եք այնտեղ հիմա բանը չէ գնում երկու նավ ձերբակալեցին նրանք հնդկական նավի ուղղությամբ կրակեցին հետո բրիտանական ֆրանսիական նավերի վրա հիմա ինչ որ կեղծ տեղեկություններ են կարծես թե հրապարակում որ իբր երկու հատ տանկեր են վերցրել թե որ երկրի ինչա ոչ մեկ չգիտի այդ օղլթի մեջ կրակել են ուղակի եւ այլն մենակ ռուսալեզու ցավոք սրտի անգամ այսպես եվրոպաներում
ուրեմն այսպես ասած ապաստանած ռուսալեզու լրատվականներն են ինչ որ տենց վստահ տեղեկություններ տալի եւ ռուսական լրատվականները ցավոք սրտի որտես քսիրը երկու հատ նավակ լուրջ եք ասում բան չի հարթվում որ երկրի նավերն են այդ ինչ նավերագրավ է քսիրը եւ այսպես շարունակ այդ իսլամական հեղափոխությունների կորպուսը որը իդեպ տերորիստական կազմակերպություն է ճանաչված եվրոպական շատ երկրների կողմից եւ այսպես շարունակ Արմեն մեզ երկու րոպե մնաց Ուկրաինա ինչա կատարում Ուկրաինա տեսեք Ուկրաինայի հետ կապված ընդհանուր այս իրավիճակը մենք տեսակ դու ափսեի հարվածները ուկրաինացիք փայլուն եւ խորքային հարվածներ այսինքն տեսնում եք ոնց է ընդլայնվում ուկրաինացիների կարողությունները ահռելի սարսափելի կորուստներ են ֆինանսական պատճառում ռուսներին ընդ որում այսպես արդեն խոսում են որ բավականին լուրջ այսպես ազդեցություն ունենում դա Ռուսաստանի կարողությունների վրա տեսնենք այնտեղ ներքին գները կարող են թանկանալ բենզինի, վառելիքի, դիզելի եւ այսպես շարունակա հասկանանք նրանք ինչ անում համենայնպես այն օգուտը որ Պուտինը պետք է ակնկալեր Զելենսկին ասաց որ ինքը չի կարող այսինքն դա իրան չի փրկի ուկրաինացիները կարողացան մինիմալիզացնել այս պատերազմից բայց ուկրաինացիները այդուամենայնիվ իրենք էլ են հույս ունեն որ սա շուտ կավարտվի որտեղ Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով վատանում է դուք տեսնում եք այդ ինտերնետի բլոկավորումը ինչ մեծ արձագանք է գտել Ռուսաստանում էլ արդեն ներքին միսուտոցիա սկսվել արդեն մեկը մեկի վրա չգիտեմ տեսել եք այս վերջերս մի կին ոչ մի բանի մասին ինֆլուենսեր մտավ Սոլովյովի հետ կռվի եւ պայքարի մեջ հիմա այսպես իրար միս են ուտում Սոլովյովը նրան վիրավորեց ինչ որ կանայք ռուսները միավորվեցին Սոլովյովի դեմ բայց իրականում գիտեք ինչն է դրա տակ այդ թաքնված արդեն ագրեսիան է դրա տակ արդեն թաքնված անհամաձայնությունն է այս պատերազմի հետ հա երբ որ մեկին գտել ենք որը էլի զեթնիկ է բայց մարդիկ չեն վախենում նրան պաշտպանեն որտեվ այդ աղջիկը զեթնիկ է էլի ասենք կամ զեթնիցա է չգիտեմ ինչ զիբիլա բայց այն որ ասում է տեսան որ մեկը որ ինքն Պուտինին պաշտպանում է հարձակվել է մյուսի վրա որ Պուտինին պաշտպանում է բոլորը անցան նրա կողքը որը այսպես ասած Պուտինին պաշտպանում է բայց ինտերնետի հարց բարձրացրեց ասես չի կարելի սենց ուր են գնում երկիրը ուր եք տանում եւ հետո Սալավյովը այսպես դրեց անվանը շատ վատ բառերով նրան եւ բոլորով հարձակվեցին Սալավյովի վրա եթե մենք խորանանք ընդ որում Սալավյովը արդեն եթերում խոսում է որ այս կարող է 18 թվականի 17-18 թվականների հեղափոխություն հոտնագալի երբ որ կանայք բաներով թասերով բաներով այդպես դուրս են գալիս փողոց եւ այլն հա սա այ խոսում է այդ կատելես կանանցից բոլոր կառավարությունները վախենում այո եւ Պեսկովն պատկերացնում եք այն աստիճանի վիճակ է մոտնել որ ինչ որ մի հատ ոչ մի բանի մասին անիմաստ երևույթ որը մեծ ազդեցություն ունի ասենք եւ այլն ասում են Մոնակոյի պրինցից երեխա ունի, տենց այնտեղ ապրում է Մոնակոներում, բայց բիզնեսը Ռուսաստանում է այսպես շարունակ, ինչ որ մեկը կարողացավ ցնցել ամբողջ Ռուսաստանի դաշտը։ Իսկ Ուկրաինան մեծ հիմա շեշտը դրել է եվրոպացի գործընկերների հետ ռազմական պայմանագրերի եւ անընդհատ մեծացնում է եւ Պարսից ծոցի երկրների իդեպ 10 տարվա պայմանագրեր է կնքում։ Տեսնենք հետաքրքրական վիճակը եւ ռուսների այո առաջ խաղացումն էլ շատ դանդաղել է վերջին ամիսներին, իսկ կորուստները մեծացել են։ Հիշեցրեց Դոստոևսկիի նախադասությունը Դևեր վեպից, ասում է и придет время, когда одна гадина будет съедать другую гадину։ Այո, ճիշտ է։ Հենց դա տեղի է ունենում, այո։ Շնորհակալություն Արմեն նորից բարի վերադարձ, առանց քեզ նույնը չէր։ Այո, շնորհակալ եմ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն ձեզ։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։